3 թվի հորոսկոպը 2026 թվականի հունիսի 1-ից 30-ին։ Հունիսի 1-ից 30-ին 3 թվի համախումբն են կազմում յուրաքանչյուր ամսվա 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին ծնվածները։ Այս մարդկանց համար հունիսը լինելու է ծաղկման, ստեղծագործական մեծ թռիչքի շրջան, հարմար պայմաններ ինքնադրսևորման համար։ Սա այն պահն է, երբ ձեր ներքին կայծը վերածվում է մեծ լույսի, որը դեպի ձեզ կձգի պետքական մարդկանց։ Այս ամսվա ընթացքում տիեզերական էներգիան ձեր բնատուր տաղանդները կուղղորդի նպատակային հունով, արտաքին ու ներքին փոփոխությունների ներդաշնակությամբ գեղեցիկի գոյությունը ձեր կյանքում կդառնա առաջնային, դրական ազդեցություն ունենալով ձեր այլ հարաբերությունների վրա։ Ամիսը նաև ձեզնից պահանջում է զգոնություն, որ թույլ չտաք, որ կենցաղային մանրուքները արգելք լինեն ձեր գաղափարների իրականացման ընթացքում։ Այս ժամանակահատվածում հնարավոր է նկատվի էմոցիոնալ մեծ հոսք ստեղծագործական գերբեռնվածության ֆոնին, ուստի ուշադիր եղեք, որ առողջական անկումներ չունենաք։ Գործնական հարթակում սպասվում է աշխատանքի արդյունքի անսպասելի աճ ֆինանսների տեսքով։ Տրամաբանական ձեր խոսքը իր ազդեցությամբ կձևավորի նոր նախագծային պլան, որը կարճ ժամանակ հետո կդառնա գործողության ծրագիր։ Ավելի մեծ ուշադրություն դարձրեք այս ընթացքում գործողությունների ընթացքին, քիչ տրվեք զրույցների և ձեր աշխատանքի առաջին արդյունքները բարձր եկամուտների մասին մի քննարկեք ոչ մտերիմ, ոչ էլ օտար մարդկանց շրջանում, որ չձախողեք։ Անձնական կյանքում 3 թվի մարդկանց հունիսը ընտանիքում բերում է տոնական տրամադրություն, ավելի ջերմ հարաբերությունների կառուցման, սիրո բացարձակ ու փոխադարձ հարգանքի ֆոնին։ Միայնակ երեքներին հունիսը հնարավորություն է բացում հարաբերություններին հաղորդել թեթևություն և ուրախություն։ Այս ընթացքում ձեր հանդիպումները սիրելի մարդու հետ կլինեն հիշվող ու փոխադարձ սիրո ջերմ ալի կբերեն ձեր կյանք, որը կամրապնդի ձեր մեջ սիրո ֆոնին ընտանիք կազմելու ցանկությունը։ Այս ժամանակաշրջանը ձեր մոտ կտպավորվի նրանով, որ այն կստիպի ձեզ դուրս գալ նեղ հին սահմանափակումներից և թևակոխել նոր կենսապայմաններով ողողված անբռնազբոս միջավայր, շրջապատված հավատարիմ մարդկանցով։ Այսպիսով, 3 թվի մարդիկ, հունիսը ձեր հաղթարշավի ամիսն է։ Ձեր ուշադրությունն ուղղեք միայն այն ամենին, ինչն իր զարգացման բերում է ուրախություն և առատություն։